Ասենք երկար ժամանակ գանգատվում ես սրտի, ստամոքսի եւ այլ ցավերից, դիմում ես համապատասխան մասնագետի, կլորիկ գումար ծախսում, բայց հիվանդությանդ բուն պատճառը երբեմն այդպես էլ անհայտ է մնում։ Տիկին Աննան արդեն 10-րդ հիվանդանոցն է փոխում, երկար ժամանակ ցավերից տառապում է։ Մի փոքր ներշնչանքից սկսում էր ստամոքսս ցավալ, վախել ունեի, սարսափ անգամ։ 16 տարվա վաղեմության դեպքն այսօր նույն հուզմունքով հիշեց, պատահաբար ընկել էր երկրորդ հարկից, հետո էլ անկեղծացավ։ Չեք հավատա, որ ասեմ, որ մեկը ոնց որ ականջիս տակ շշնջար, մի հատ շրջվի, ես շրջվել եմ ու միանգամից ընկել եմ, գլխի վայր։ Մինչև ընկնելն էր ցավեր ունեցել, բայց ուշադրություն չէր դարձրել, իսկ վերջին 5 տարին պարզապես անտանելի էր դարձել։ Անընդմեջ չլացել էլ առավոտվանից իլիկոն, պատճառ չկար։ Ինքս ինձ դողացել եմ, լացել եմ, ցավ։ Որպեսզի հստակ իմանանք հիվանդության պատճառը, նրա հետ գնացինք հետազոտության։ Արդեն մի քիչ մեծացան, ճարպակալված։ Շնորհակալ եմ, տեսություն ձեզ։ Հետազոտության արդյունքները քիչ ուշ, մինչև այդ նշեմ, որ բժշկությունն այսօր շատ հիվանդությունների պատճառ է համարում վախը, ստրեսը եւ դեպրեսիան։ Նման իրավիճակներում կամա թե ակամա հաճախ ենք հայտնվում, բայց ուշադրություն չենք դարձնում։ Ներկա վիճակում դեպրեսիոն վիճակ է մոտս։ Իմ աչի նշանը թողեց ինձ։ Այս ժամանակից ստրեսի մեջ էի։ Կորցրեցի մարդկանց հանդեպ հավատը իսպառ ամբողջությամբ, խորը դեպրեսիա եմ ապրել։ Էմոցիոնալ լարվածությունը տարածվելով մկանների վրա առաջացնում է գլխացավ, մկանային ու հոդացավեր, օստրեոխոնդրոզ վստահեցնում են բժիշկները։ Իսկ եթե վշտացած եք, տխուր, բայց չեք կարողանում ազատություն տալ արցունքներին, դա կարող է դառնալ բրոնխիալ ասթմայի պատճառ։ Չկա իսկապես ոչ մի հիվանդություն, որի առաջացման կամ զարգացման հարցում այդ ստրեսի մոտը խառը չլինի։ Նյարդային տևական լարվածությունը աղեստամոքսային հիվանդությունների պատճառ է դառնում։ Տագնապը, ներքին վախը խախտում են սրտի նորմալ ռիթմը։ Զայրույթը վատացնում է լյարդի եւ լեղապարտքի աշխատանքը։ Հարկադրված շփումը տհաճ մարդկանց հետ հարբուխը դարձնում է քրոնիկ։ Սիրած աշխատանքով զբաղվելու հնարավորության բացակայության, քնքշության պակասի պատճառով կարող են առաջանալ մաշկային հիվանդություններ։ Ինչպես որ մեր ամենօրյա, ասենք, բջջային հեռախոսը կարիք ունի լիցքավորման, մարդը նույնպես ժամանակ առ ժամանակ դրական հույզերի եւ լիցքավորման կարիք ունի։ Աննայի ախտորոշումն արդեն պատրաստ է։ Պարզվեց նրա խնդիրների պատճառը։ Մեր հիվանդը տիպիկ պսիխոսոմատիկ հիվանդ է, որի մոտ առկա է թաքնված դեպրեսիա, որը արտահայտվում է գլխացավով, ցավերով, գոտկաշրջանում, քնի խանգարումով։ Իդեպ աշխարհում 500 միլիոն մարդ տառապում է ամենատարբեր դեպրեսիաներով։ 2020 թվականին արդեն երկրագնդի վրա 1 միլիարդ մարդ կտառապեն դեպրեսիայից։ Այսպիսի տեսարաններն արդեն կարելի ասել սովորական են դարձել։ Եթե 1994 թվականին մեր երկրում տարեկան արձանագրվել է ինքնասպանության 40 դեպք, ապա այսօր այդ թիվը հնգապատկվել է։ Դրանց մեծ մասը կապվում է հենց դեպրեսիոն վիճակների հետ։ Սկսված 8-9 տարեկանից մինչև 80-90, դաժե մենք ունենք դեպք, պատմության մեջ 100 տարեկան էլ է ինքնասպանություն գործել։ Գրեթե միշտ ինքնասպանության փորձանողներին հարցը մեկն է. տեսնես ինչու է այդ քայլին դիմել։ Որ շատ սրանում է, շատ, են աստիճան չկա էլ, ելք չես տեսնում, ունակ ուզում ես մահդ։ Բարեբախտաբար Աննայի մոտ լույս վառվեց, բայց խոստովանում է, որ անգամ ցանկացել է թույն խմել։ Էդի մտքեր են ուղղակի եկել, որը բնորոշ է բոլոր հիվանդներին, նույնն էլ ինձ հետ է կատարվել։ Վարդանն օրինակ չցանկացավ Երևալ, ամաչեց իր հետ կատարվածի համար։ Նրա մոտ ոչ հիվանդությունն էր պատճառը, ոչ էլ դժբախտ պատահարը։ Բարքերի մեջ խրված էի, չգիտեի ինչ անեի։ Այդ ժամանակ հետս խոսալը չէր լինում, շատ լարված էի։ Սկզբից դարդս խեղդում էի օղու մեջ, ձեռս մի երկու կոպեկ փողեր ընկել այդ ժամանակ, փոխանակ պարտքերս փակեի, գնացի կազինո, եղասնը կրվեցի։ Այդ վաղ ուղեղս մտագնեց, միակ բանը, որ անցավ մտքովս կյանքից վերջ տալն էր։
կրկնում էր անընդհատ նույն բանը, որ ինքը միշտ անհաջողակ է եղել, որ իրեն ոչ ոք չի սիրել։ Անցյալը նա դիտում է որպես անհաջողությունների եւ հիասթափությունների շրջան, եւ իսկապես մասնագետները նշում են, որ ինքնասպանության փորձ կատարածների հիշողությունը խեղաթյուրված է։ Մարդը, որ մի անգամ դիմել է ինքնասպանության եւ չի հաջողվել, ինքը ընդունա արժույթ մեծ հավանականություն է երկրորդ, երրորդ, չորրորդ մինչև չկատարվի։ Յուրաքանչյուր ինքնասպանությանը բաժին են գնում 8-ից մինչև 12 ինքնասպանության փորձեր։ Մեր երկրում չգիտես ինչու ինքնասպանության շարժառիթները ուսումնասիրված չեն։ Չկան մասնագետներ, որ կկարողանան ինքնասպանությունից հետո տալ ճիշտ գնահատական։ Եթե իմանում ես հիվանդության պատճառը, բուժումը հեշտ է։ Իդեպ, նշեմ, որ Վարդանն ու Աննան հիմա բուժվում են։ Հոգեբանները իզուր չեն ասում, մարդու հոգին գաղտնիք է, իսկ այն գաղտնազերծելու կամ հասկանալու բանալին յուրաքանչյուրից ձեռքում է։ Օրը սկսելու ամենապարզ եղանակն է։ Տնից դուրս գալուց առաջ հայելու մեջ ժպտացեք ձեզ եւ ամբողջ օրը լավ կանցնի։ Ուղեղը ծարաբեռնեք միայն հաճելի մտքերով։ Հերմինե Բաղդասարյան, Ատոմ Համբարձումյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։